Առաջի հերթին դա դաշտանային ցիկլի խանգարումներ են տեղի ունենում, միջդաշտանային քսուղարյունային արտադրություն, մուգ, շագանակագույն, սև, հնարավոր է դաշտանային ցիկլը սկսվի նման ախտանիշներով, քսվող սև մուգ գույնի արյունային արտադրության ձևով, վերջանա նույն ձևի էլի մուգ շագանակագույն սև քսվող արյունային արտադրությունից, դաշտանային ցիկլի առատությունից եւ ամենաբնորոշ էնդոմետրիոզին դա շատ ցավոտ դաշտանն է, որի ժամանակ կինը երիտասարդ աղջիկները նշում են գերբնական ցավեր, որի պատճառով ստիպված են լինում մի քանի անգամ ցավազրկողների դիմել, ունեցել ենք դեպքեր ընդհուպ մինչև շտապօգնությանն են դիմել նման ցավերի պատճառով։ Կոնտակտային արյունային արտադրություն կարող է լինել, կոնտակտային ցավեր կարող են լինել էնդոմետրիոզի ժամանակ։ Եվ կապված նրանից, թե որ տիպն է էնդոմետրիոզի եւ որտեղ է էնդոմետրիալ բջիջների իմպլանտացիան տեղի ունեցել, հնարավոր է տրվյալ օրգան համակարգի սիմպտոմների ախտահարման ձևով, այսինքն եթե դա միզապարկում է, արտահայտվում է մեզի հետ արյան տեսքով, եթե ուղիղ աղիքում է, ապա աղիների գործունեության ժամանակ կինը նկատում է արյունային արտադրություն, հնարավոր է էնդոմետրիոզը ախտահարի փոքր կոնք եւ ձվարանները, որը որ ամենացավոտ եւ ամենատհաճ սիմպտոմներն են տալիս մեզ։